եմ բոլորից սիրելի հետևորդներ ջան, այսօր Սուրբ Սադիկի նախօրեն է, օրը շաբաթ է, և երեկոյան ժամերին բոլոր քրիստոնյա եկեղեցիներում կղողանջեն զանգերը հայտարարելով Հիսուս Քրիստոսի հարության լուրը։ Սիրելի հետևորդներ ջան, բոլորս էլ պարտադիր պետք է հաճախենք եկեղեցի, մասնակցել պատարագին և ջրաքարույցի Սուրբ լույսը բերել մեր օջախները լուսավորելու համար, ամուր պահելով մեր հավատը մեր սրտում և հոգում։ Սիրելի հետևորդներ ջան, նաև պետք է այս խորհուրդը գրագետ ձևով փոխանցենք մեր սերունդներին, որպեսզի պահպանվի դարեդար։ Իհարկե այս տոնի կապակցությամբ նաև բոլորս շտապում ենք մեր տոնական սեղանները գեղեցկացնել, ճոխացնել, հատկապես մենք հայերս շատ ենք սիրում տոնական սեղանները ավելի ճոխ դարձնել։ Ես էլ դեռևս ոչինչ չեմ արել, նոր եմ պատրաստվում, քանի որ այնպիսի ուտելիքներ են պատրաստվում, որոնք բոլորն էլ գրեթե թարմություն են պահանջում, թե կաթնահունցը, թե եփած ներկածուն և թե փլավն ու եփած ձուկը։ Սիրելի հետևորդներ ջան, այդ բոլոր սնունդները խորհուրդ է նշանակում և ամեն մի ուտելիքի մեջ յուրահատուկ առանձնակի խորհուրդ է նշանակում, որն էլ պետք է լավ ճանաչենք, լավ հասկանանք և շատ համեստ ձևով նշենք այս սուրբ տոնը։ Սիրելիներս, նախքան իմ բլոգը շարունակություն կտամ, ուզում եմ նաև ցույց տալ իմ ցանոթ որը այս օրերի ընթացքում գտնվել է իմ խոհանոցի լուսամուտում և շատ գեղեցիկ ծիլերը կանաչել է ու մեծացել։ Հիմա մոտեցնեմ։ Այսպես շատ խիտ է դուրս եկել, սիրելի հետևորդներ ջան, երկուսն էլ շատ լավ է դուրս եկել, շատ նուրբ է և դրական էներգիա է փոխանցում։ Հիմա արդեն կարող ենք տանել սեղանների վրա տեղավորել և սկսել զարդարել գեղեցիկ ձևով, որովհետև ես այս պահին նորից լուսամուտագոգին կտեղավորեմ, քանի որ շտապում եմ և պետք է համով բաներ պատրաստեմ։ Այսպես։ Իսկ հիմա էլ եկեք մի բաժակ կոֆե խմենք, որպեսզի էներգիա ստանանք և մեր գործերը այս ձևով առաջ տանենք։ Հատկապես ովքեր որ աշխատանքի են իմ նման, ինձ լավ կհասկանան, աշխատանք, տուն, տան գործեր, տոնական օրեր։ Այսպես։ Նաև արդեն իսկ կաթն եմ ինձ մոտեցրել, որպեսզի կաթնահունց թխեմ, սիրելիներս։ Ուզում եմ ասել, որ կաթնահունցն է հենց մեր հայկականը, իսկ ուրիշները ռուսական այդ տոների համար են, նապաստակն էլ գերմանական խորհուրդ ունի, սիրելիներս։ Այստեղ մենք բոլորս էլ սիրում ենք այդ ամենը մոտեցնել մեզ և մեր սեղանները գեղեցկացնել։ Ինչու եմ այդպես ասում, քանի որ գիտեք, չէ, որ սիրելի հետևորդներ ջան, ռուսական քրիստոնեությունը ուղղափառ է, գերմանացիները բողոքական են, բայց էլի քրիստոնյա են, մենք էլ առաքելական եկեղեցին ենք պաշտում և այդ հավատն ունենք։ Սիրելի հետևորդներ ջան, մեր զատկական սեղանների համար գերադասելի է աքլորը, ձուկը և գառնուկը, իհարկե խմորեղենի տեսքով կամ էլ խաղալիքների տեսքով, երբ որ խաղալիքներով նույնպես զարդարում ենք։ Այստեղ ես կանաչի եմ գնել, որ արդեն տոպրակի մեջ քրտնում է և պետք է հանեմ, իսկ իմ սուրճը եռած, այսպես։ Երբ որ ամեն բան շտապելով ենք հանում, ուզում ենք, որ բոլորը հասցնել այդ ժամանակահատվածում, հիմա ինձ մոտ այդ պահերից մեկն է։ Մինչև սուրճը մի քիչ կհովանա, կանաչին ուզում եմ տոպրակից հանել, չեմ սիրում, երբ որ կանաչին քրտնում է այսպես, հետո մաքրելը ինչ-ինչ հեշտ չի լինում։ Այստեղ համեմ եմ գնել, շատ թարմ էր, իհարկե կանաչսով, ձուկը պատրաստելու համար և թարխուն։ Սա հիմա մի կողմ եմ տեղավորում այստեղ, քանի որ պետք է մաքրել երեկոյան ժամերին, հացը նույնպես, այստեղ հոթան կա և լավաշ եմ դնել, թարմ լավաշ է։ Այստեղ մեկ մեծ բաժակ կաթեթ, մի քիչ ավելի պակաս չի խանգարում, թողնեմ տաքանա,
այս ընթացքում նաև ցինտրիկն եմ հանել սառնարանից, քանի որ էլ պետք չի ջրում մնա եւ ուզում եմ դա այդտեղից հանել։ Եթե ջրում շատ մնում է, շուտ է թթվում, թողնել ես այդքան էլ թթված չեմ սիրում։ Այս տոպրակի մեջ կլցնեմ առանց ջրի։ Շտապելով եմ անում ամեն բան, բայց ինչեր է, կհասցնեմ։ Այսպես, հնարավորինս փորձելով ջրքամել, մի փոքր ջուրը արդեն չի խանգարի։ Մարդկա օրինակ շատ է սիրում, երբ որ ցինտրիկը լավ թթվածնում է, դեղին գույն է ստանում, որ միայն այդպես վայելում է, բայց ես չեմ սիրում, որ ցինտրիկը շատ թթվի։ Իդեպ ասեմ, որ պատվիրել էի, դեռևս չեմ բերել եւ ես սպասողական վիճակում եմ։ Մի փոքր տաքանա եւ սուրճն էլ արդեն կամած վայելեմ։ Սիրելի հետևորդներ ջան, կաթնահունցի համար մեզ պետք է կաթ, որը պետք է խմորիչով այդպես մի քիչ քաղցրով բացեմ, պատրաստեմ, մի քիչ այդպես հանգստանա, հետո ավելացնեմ ձուն եւ ալյորը ու հարեմ։ Պետք է հացի խմորի նման հունցեմ, ոչ թույլ, ոչ էլ պինդ։ Այսպես արդեն պատրաստ է։ Այստեղ շաքարավազ պիտի ավելացնեմ։ Եվ բանկան այստեղ է, հիմա կլցնեմ, այսպես, նորից այստեղ, հիմա սիրելիներս յասամաններս գնալով բացվում է կոկոնները և անուշ բույր է տարածում, ուզում եմ հիմա հասկանամ արդյոք ճիշտ տաքությունն եմ ընտրել, պետք է լինի գոլից մի քիչ տաք սիրելիներս, որի մեջ էլ արդեն ավելացնում եմ շաքարավազ, գիտեք, որ արդեն գդալով ես իմ աչքաչափն ունեմ 5 ճաշի գդալ շաքարավազը, կես բաժակ շաքարավազն է, այսպես, շատ քաղցր չեմ անում կաթնահանցը, քանի որ շատ քաղցրությունը կարող է խմորին թույլ չտալ լավ բարձրանալ, այստեղ նաև ինձ եմ մոտեցրել խմորիչը, որին մենք բոլորս ենք դրոժ ենք ասում, այսպես, մենք լիքը ճաշի գտալ դրոժ է պահանջում, և արագ-արագ խառնում ենք, որպեսզի դրոժը լավ, իր հետ մանր հատիկները խառնվի ու կաթի տաքությունից գնդիկներ չառաջանա։ Նաև պետք է մի քիչ ալյուր ավելացնեմ, իհարկե, և այստեղ կմնա։ Կես ժամ մնալուց հետո արդեն խմորը կպատրաստեմ, սիրելիներս։ Այստեղ նաև ալյուրն եմ մաղել և պատրաստել։ Այս պղինձն եմ ընտրել, քանի որ այստեղ պետք է փակած մնա, որն էլ շատ հարմար է ինձ այս պահին։ Շատ չեմ պնդացնում, 3 ճաշի գդալ ալյուր եմ լցնելու և նորից հարելու այսպես և իհարկե ձեռքի հետ էլ սրճել։ Կարծում եմ բոլոր կանայքս էլ այդպիսին ենք, երբ որ շատ գործեր ենք ունենում և բոլորը միասին համատեղում ենք։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, ընդհանրապես մարդիկ կան, չիրուչամիջը այսպես անմիջապես խմորի մեջ են լցնում, բայց բոլորդ էլ համացանցից տեսնում եք, որ շատ ավելի լավ տարբերակներ կա, երբ որ արդեն չիրուչամիջը ավելացնում ենք խմորը պատրաստ լինելուց հետո, այդպես գեղեցիկ ձևով ոլորում ենք, ձևավորում ենք և պսակաձև տեսք ենք տալի, որն էլ հենց խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի փշե պսակը։
Եթե անգամ չենք հասցնում եկեղեցի գնալ, սիրելի հետևորդներ ջան, մեր հոգու խորքում բոլորս էլ մեր սրտի մի անկյունում միշտ էլ մրմնջում ենք մեր աղոթքները, մեր խնդրանքները եւ իհարկե չմոռանանք նաեւ որ ոչ միայն պետք է խնդրենք, այլ նաեւ պետք է շնորհակալ լինենք մեր Տեր Աստծուն Հիսուս Քրիստոսին, քանի որ կյանքի սկիզբը իրենցից է Աստված սեր է եւ Աստված է սերը սփռել աշխարհի վրա։ Սիրենք իրար, հարգենք իրար, սիրելի հետևորդներ ջան, քանի որ սիրելով ու հարգելով միմյանց կյանքը նաեւ հեշտ է դառնում։ Ահա, այսպես լավ հարելով չենք թողնում, որ ալյուրը գնդիկ կազմի։ Ես կարծում եմ կարելի է նաեւ մեկ գդալ էլ ավելացնել, քանի որ մի քիչ շատ է ջրիկ ստացվել։ Սա հատուկ չափ չի, սիրելի հետևորդներ ջան, կարող եք չափը ինքներդ ընտրել, եթե ուզում եք շատ անել, մի քիչ շատ այդպիսի քանակը վերցրեք, եթե ուզում եք քիչ անել, ապա ամենակիչ չափի համար հարմարավետ է 1 բաժակ կաթով անել, ու արդեն մնացածը համապատասխան դարձնել։ Այս խմորից նույնպես կուլիչներ է թխվում, չգիտեմ, երբ որ խմորը կգա, կբարձրանա, տեսնեմ, միգուցե 1 հատ էլ փոքր կուլիչ պատրաստեմ, քանի որ, ինչպես որ ասացի, մենք հայրս սիրում ենք, ինչքան լավ բան կա աշխարհում, մեզանով անել, իսկ ում տանը որ փոքրիկներ կան, իհարկե շատ արագ է դա վերջանում, դրա համար էլ կարող եք չափաբաժինները մեծացնել եւ շատ թխել, սիրելիներս, նաեւ համեղ է շատ եւ երկար է դիմանում, մի քանի օր կարող է մնալ եւ իր թարմությունը պահպանել։ Քանի որ գդալով անհնար է բոլոր այդ ալյուրի գնդիկները բացել, դրա համար ես վերցրել եմ բլենդի հարիչը եւ դրանով շատ հեշտ ու հանգիստ, ահա, այսպես հարում եմ եւ շատ գեղեցիկ ձևով բոլոր գնդիկները բացում է այսպես։ Ահա։ 1-2 պտույտ եւ արդեն պատրաստ է։ Սա մի կողմ։ Փակում ենք եւ կես ժամ սպասում, մինչեւ որ սա կհասունանա, այդ ընթացքում նաեւ չեմ ուզում պարապ մնալ եւ գործերս առաջ տանել, այսպես։ Շատ պետք չէ ծածկել։ Եղանակը արդեն տաքացել է, թեպետև սառը քամի է փչվում այդ ձյունոտ սարերից, բայց արևոտ է եղանակը եւ շատ հաճելի է դրսում մնալ։ Ինչ գործեր առաջացան եւ չկարողացա ոչ մի ձևով նկարահանումներ կատարել։ Ծանոթիս տուն էի գնացել եւ իրենց հայգում լիքը անանուխ կար, համ արմատով եմ բերել, համ էլ այսքան շատ քաղել եմ, սրանք արմատողն են։ Գիտեք, որ դաղցը, վայրի դաղցը շատ տեսակներ ունի եւ ինչեւ է, այն բույրը չունի, ինչը որ ունի իսկական անանուխը։ Ահա, այստեղ արմատով ջրի մեջ եմ դրել, սիրելիներս։ Այսպես մի հարմար տեղ իմ այգում կցանեմ եւ ես էլ կունենամ, սա ինքը տարածվող է եւ մի անգամ ցանելով արդեն տարիներով կունենանք։ Այստեղ արդեն մաքուր քաղած, լվացած, այստեղ շոր եմ փռել, փափուկ, բամբակե կտորից, որպեսզի ավելորդ ջրերն էլ ինքը վերցնի։ Որոշել էի, որ այս ամենը սիրոպ կպատրաստեմ, այդպես խիտ, հյութ կստանամ, հետո այդպես տատանողական վիճակում էի, քանի որ շատ էի քաղել, այնքան շատ կար, եթե էլի քաղեի, էլի կքաղեի, ուղղակի համեստություն արեցի եւ այսքանը քաղեցի, ահա, մաքուր լվացած, այստեղ այս պահին էլ, քանի որ էլի շտապելուց, բոլորը այստեղ, այնքան որ օդ մտնի մեջը եւ ջրի կաթիլները գոլորշիանա, հետո տեսնեմ, միգուցե եւ այդ սիրոպը պատրաստեմ, չեմ ուզում ասել հյութ, քանի որ բոլորս էլ այդ խիտ հյութերին սիրոպ ենք ասում, ահա, շատ անուշ է բույրը, շատ ըմպիր է, արդեն գիտեք, ես գերադասում եմ սա հենց այդ սիրոպը պատրաստել, ոչ թե չորացնել, իսկ քանի որ սա նաեւ ցրտերին է լինում, կարող եմ անընդհատ ձեռքի տակ թարմ վիճակով ունենալ։
Այսպես, սա էլ արդեն կտեղավորեմ լուսամուտակոքին, որպեսզի այստեղ շարունակեմ գործերս կատարել։ Սա էլ արդեն երեկոյան կցանեմ, տեսնեմ ինչպես եմ հասցնում ժամերի մեջ տեղավորվեմ, որ ես էլ գնամ ու ջրաքարույցի լույսը բերեմ, թեպետ և անկեղծ չգիտեմ այսօր կգա Տեր հայրը այդ պատարագը կարդալու, քանի որ անցած վլոգներից մեջ միշտ ասել եմ, որ գլխավոր եկեղեցին Աղթալայում է գտնվում, այնտեղ պատարագը կատարում է, ավարտում է, հետո նոր գյուղերով պտտվում է։ Ինչևէ, տեսնենք ինչպես կդասավորվի և ձեզ ևս մասնակից կդարձնեմ։ Նայ, ուզում եմ ասել, որ գիտեք չէ, որ ձու էի հավաքում և շատ ձու էի հավաքել, սիրելիներս, այսօր հասցրել եմ նաև դա եմ վաճառել, ուրեմն այս ամանով լիքը և այս տույլով լիքը 140 ձու էի հավաքել և բոլորը վաճառել եմ, սիրելիներս, իսկ հիմա անհամբեր սպասում եմ, որ իմ հավերը նորից ձուացեն և ես էլ իմ զատիկի ձուն կարողանամ ներկել և իմ սեղանը զարդարել, սիրելիներս։ Իհարկե միասին կգնանք ձուն հավաքելու, քանի որ գիտեմ այդ գործը, այդ արարողությունը, ինչպես ասեմ, ինչ բառերով ասեմ, գիտեմ, որ շատերիդ է գրավում, նույնիսկ ինձ գրել եք, որ ձեզ ևս մասնակից դարձնեմ ձու հավաքելու ընթացքը։ Դրա համար ես շտապեմ իմ սուրճը վայելել, նաև մտածեմ, թե որտեղ պետք է ցանեմ այս անանուխը, և ձուն էլ կհավաքեմ, որպեսզի արդեն պատրաստվեմ նաև ներկելու ընթացքին։ Ձուն այսօր պիտի ներկեմ, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի վաղ առավոտյան արդեն պատրաստ լինի, նաև ասեմ, որ երբ որ ներկում ենք, պետք է մի քանի ժամ, գրեթե 3-4 ժամ ներկի մեջ մնա, որպեսզի լավ վերցնի այդ ներկանյութը։ Իդեպ ասեմ, կարկադեի ծաղիկներով եմ ներկելու, ահա այստեղ մշտական դրված է, այս թերթիկներով եմ ներկելու։ Միշտ սիրել եմ, որ զատիկի սեղանիցում կարմիր ա եղել, հենց կարմիրն էլ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյան գույնը, իսկ ում տանը որ փոքրիկներ կան, բնականաբար դուք նախընտրում եք տարբեր գույներ, ճիշտ է, ես էլ եմ շատ սիրում, կանաչ, դեղին, կապույտ ու նմանատիպ լիքը գույներ ձևավորած, դա արդեն մեր փոքրիկներին ենք ուրախացնում, ու քանի որ գիտեք չէ, որ իմ թոռնիկները ինձնից հեռու են, դրա համար էլ միայն կարմիր գույնով կներկեմ, սիրելիներս։ Այդպես, իսկ դուք գիտեմ, որ արդեն բոլորդ էլ համացանցում նայում եք, տեսնում եք և հիմա ոչ մեկն էլ այդպես միամիտ չի մնում, բոլորդ էլ ժամանակից շուտ արդեն գիտեք, թե ումից ինչ սովորել կամ ինքներդ եք հորինում և գեղեցկացնում եք ձեր տնական սեղանների ներկած ու զարդարած ձվերը։ Սիրելի հետևորդներ ջան, եկել եմ տեսնեմ քանի հատ ձու կա, այս պահի դրությունով 4-ն է, քանի որ կեսօրվա ժամերն է, մինչև երեկո երևի էլի կածեն, և սա քանի հավերը այստեղ չեն, հատկապես Աքլոր աղան, այսքանը լրիվ տանեմ, ահա, գնացինք։ Անցել է այդ կես ժամը, ես էլ պատրաստվել եմ, ալյուրը մաղել այստեղ, և հիմա տեսնենք, թե խմորիչը ինչպես է գործել կաթի հետ միախառնած։ Գոլորշին բարձրացել է վերև, և արդեն իսկ ես այստեղ տեսնում եմ ընտիր վիճակ, խշխշոցներ է լսվում, նշանակում է դեռևս գործում է, և անցնենք պատրաստելու խմորը։ Բաչի հանանք յասամանների շքեղ տեսքով։ Սիրելի հետևորդներ ջան, հենց այստեղ էլ ուզում եմ խմորը պատրաստել, արդեն տեսակ, որ այստեղ շաքարավազ էր, կաթը և խմորիչը, հիմա նաև ավելացնում եմ ռեդի յուղ, որպեսզի փափուկ լինի մեր կաթնահունցը, ռեդի յուղը ընդհանրապես խմորեղեններում շատ հարմար է լինում, երբեմն օգտագործում եմ, ահա այս չափի չափը կարող եք դուք ընտրել, ահա, քանի որ շատ փափուկ է պահում նաև, Անգամից, քանի որ գդալով եմ խառնելու, գդալը թողնեմ ներսը,
Եվ 2 ձու եմ կոտրելու։ Իսկապես շատ ամուր է կեղևը։ Սա 2։ Եվ սկսում հարել։ Կարող ենք նաև արդեն ալյուրը լցնել ու միանգամից։ Շատ հեշտ բաղադրատոմս է, սիրելիներս, քանի որ ամեն բան միանգամից խառնվում է։ Չմոռանամ նաև 1 պտղունց աղ ավելացնել և իհարկե վանիլին։ Շտապելուց չմոռանամ ոչ մի բանը և ամեն բան տեղին կատարեմ։ Մի փոքր եմ ավելացնում և արդեն իսկ ուզում եմ շտապել, քանի որ արդեն իմ ժամանակը սպառվում է, պետք է շտապեմ աշխատանքի։ Ալյուրն եմ ավելացնում արդեն։ Կաթսան էլ մի կողմ դնեմ, քանի որ հնարավորինս մաքրել եմ։ Ալյուրն էլ միանգամից կլցնեմ և կսկսեմ հունցը արագացնել։ Պետք է ստանանք ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Արդեն ավարտին եմ մոտեցնում իմ կաթնահունցի խմորը, սիրելիներս, և ինչպես տեսնում եք, իմ ձեռքերից խմորը չի կպել։ Նույնիսկ այս ընթացքում վերցրել եմ այսպես և 2 ձեռքով եմ այսպես հավաքել և այստեղ ուզում եմ մի փոքր գաղտնիք ասել, եթե իհարկե կարելի է դրան գաղտնիք համարել, ինչ կա որ միգուցե մարդիկ լինեն, որ չիմանան, այսպիսի հարթ ու փայլուն խմոր, ձեռքերից չկպչող խմոր ստանալու համար ընդամենը հարկավոր է վերջին պահերին ձեռքի ափի մեջ մի փոքր բուսայող կաթեցնել, ափետպես շփելով ամանի պատերին և հունցել, ապա կստանանք այսպիսի գեղեցիկ, հարթ ու փայլուն խմոր, անկախ նրանից դա կաթնահունց է, թե հացի խմոր է, ընդհանրապես այն խմորը, որ պահանջում է ձեռքով հունցել։ Հիմա սիրելիներս, այստեղ ուզում եմ սննդային թաղանթով փակել երեսը, որ ճաքեր չլինեն, հետո փափուկ սրբիչով կծածկեմ ու կշտապեմ իմ աշխատանքին։ Իդեպ ասեմ, նաև այս ընթացքում ես պայմանավորվել եմ հարևաններիս հետ, պետք է անպայման գնանք եկեղեցի ջրաքարույցի լույսը վառելու ու բերելու, անկախ նրանից Տեր հայրը կգա այստեղ պատարագի թե ոչ, մենք որոշեցինք գնալ և ջրաքարույցի լույսը եկեղեցուց բերել տուն, քանի որ հենց այս օրը շատ խորհրդավոր օր է և բոլորս էլ ուզում ենք, որ հենց այս օրը լույսը բերել մեր տուն, կարևորը հավատն է, սիրելիներս, եթե ամեն բան հավատով ենք անում, ապա կատարվում է։ Այսքանը, վերջ, սպասենք արդյունքին։ Սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից մի քիչ առաջ եմ եկել և ինձ հետ գեղեցկություն եմ բերել։ Սա այն ծաղիկն է, որը իմ վլոգներից մեկում ձեզ ասեցի, որ նվեր եմ ստացել Արմատով, բայց չգիտեմ այդ ծաղկի անունը։ Պարզվում է, որ դա կիտայսկի այվան է և ահա իր ծաղիկը, սիրելիներս։ Միգուցե ձեզ էլ ծանոթ լինի կամ էլ ձեր բակերում ունենաք։ Սրանով էլ կզարդարեմ իմ զատիկի սեղանը։ Այս պահին մի կողմ եմ տեղավորում, չի խանգարի, որ գազը ջախի վրա դնեմ։ Նաև ինձ հետ 1 փունջ դեղին բանան եմ բերել, և պետք է անպայման տոպրակից հանեմ, որպեսզի չքրտնի։ Իսկ գործի գնալուց առաջ էլ հասցրել եմ ամեն դեպքում որոշ բաներ կատարել, այստեղ չիլու չամիչն եմ տաք ջրով լվացել և թողել, այստեղ սպիտակ չամիչն է առանձին, այստեղ խառը նաև ընդեղեն և սալորաչի և կապույտ խաղողի չամիչ, այդպես ասեմ, առանձին եմ լվացել, որ հասկանամ, որը ինչ եմ անում։ Նաև տաք ջրով լվացել եմ բրինձը և էլի տաք ջրով թրջել եմ այսպես, քանի որ բրնձով փլավը պետք է անեմ վաղն առավոտյան, սա այսօր չեմ եփելու, սիրելիներս, միշտ այդպես եմ արել, առավոտ շուտ վեր եմ կացել և զբաղվել արդեն սեղանը պատրաստելու հարցով, որպեսզի ամեն բան թարմ ու մատուցեմ իմ ընտանիքին, իմ երեխաներին։ Այստեղ էլ ձուկն եմ արդեն մանրեցրել, մաքրել,
երեք մասի եմ բաժանել, ահա սիգաձուկ եմ պատրաստելու, սիրելիներս իշխանձուկ չհանդիպեց, միշտ բերում են, բայց այս անգամ սպասեցի, չկար, դրա համար էլ սիգաձուկ եմ վերցրել, միևնույն է Սևանի ձուկն է և շատ համեղ ու թարմ է։ Ասեմ նաև, որ ահա այս երկարավուն բրինձն եմ օգտագործելու փլավի համար, զատկական և շատ հարմար է ստացվում, ինքը հնդկական բրինձն է, չգիտեմ, ամեն դեպքում տուփի վրա այդպես է գրված և երկարավուն լավ որակի բրինձ է, այստեղ զիպ փականով է և կարծես թե սա պահում եմ հատուկ ավելի կարևոր բաներ պատրաստելու համար։ Կանաչին այստեղ նորից պատրաստել եմ, ինձ եմ մոտեցրել, որ անմիջապես դա է պատրաստել, հիմա ինչ եմ ուզում ասել, նախքան որ ձուկն էլ կտանեմ սառնարան, քանի որ նաև սառած էր, աղ եմ արել, որպեսզի աղը լավ վերցնի, դրա համար էլ այստեղ թողել եմ։ Հիմա ուզում եմ այս չիրուչամիջին և ընտեղենին ավելացնել սերկևիլի լիկյոր, սիրելիներս, քանի որ անչափ համեղ է լինում և բույրը ավելի է կրկնապատկում, ահա, եթե ձեզ անծանոթ է կամ էլ ծանոթ է, կարող եք գրել, ահա, այսպես, ուղղակի աչքաչափով, այսպես, պիտի մի փոքր տարածեմ, անգամ եթե մի քիչ է շատ գնա, ավելի լավ, չի խանգարում, հետո այսպես, որպեսզի ավելի լավ տարածվի, նաև փայլ է հաղորդում, որոշել էի, որ դեղին չամիչը առանձին օգտագործեմ, բայց դե գիտեք էլի, րոպեների ընթացքում մեր որոշումները փոխում ենք և արդեն սա էլ եմ ավելացնում ընդհանուրին, ահա, այսպես, նորից եմ լավ, այսպես միանխառնում, որպեսզի համերը լավ վերցնի, ընդհանրապես կարծիք կա, որ կապույտ խաղողի չամիչը գույնը տալիս է բրինձի փլավին և մի քիչ տգեղացնում է, նաև կաթնահունցին, բայց ես այդ կարծիքին չեմ, սիրելի հետևորդներ ջան, միևնույնն է, իր տեղը դաջվում է և չեմ կարծում, որ դա տհաճ է, ուղղակի այսպես գունային գամմա է առաջանում և ինձ այսպես է դուր գալի, մի պահ այդպես որոշել էի, որ առանձին պետք է անեմ, բայց էլի միացրեցի բոլորը մի տեղ, ահա, արդեն իսկ համեղ բուրում է, էլի շտապում եմ կարծես, քանի որ արդեն պետք է դրանք նաև եկեղեցի, այս ամենը պետք է դնեմ սառնարան և ուզում եմ տեղավորել ահա այս ամանի մեջ։ Իհարկե սալորաչիրը օգտագործելուց առաջ պետք է բարակ մանրեցնեմ, որպեսզի ավելի հաճելի լինի թե տեսքը և թե վայելելը, ահա, այսպես, ընդհանրապես յուրաքանչյուր սնունդ սառնարանում տեղավորելիս շատ խիստ կարևոր է, որ այսպես ամուր փակենք բերանը, այսպես, մի քիչ է սեղմեմ և շատ գեղեցիկ էլ տեղավորվեց, հարմարավետ, ահա, խնդրեմ, սա մեր չիրուչամիջը, սերկևիլի լիկյորով և հիմա այս ամենը տանեմ տեղավորեմ սառնարանում, սիրելիներս, այստեղ ամեն բան տեղավորելուց հետո անցել եմ կանաչին մաքրելու, նաև հասցրել եմ ձուն եմ հավաքել և 10 ձու է ստացվել, որն էլ արդեն հերիք է ներկելու համար։ Իդեպ ասեմ, արդեն հարևաններս ինձ զանգում են, որպեսզի գնանք եկեղեցի։ Սիրելի հետևորդներ ջան, հարևաններով դուրս ենք եկել և ճանապարհ ենք ընկել դեպի եկեղեցի, ճրագալույսի սուրբ լույսը մեր տները բերելու համար։ Դե մենք շարժվենք։
Ջրաքալույցի լույսը տուն եմ բերել և գեղեցիկ ձևով տեղավորել եմ ցորենի կենտրոնական մասում։ Այստեղ մի որոշ ժամանակ լույսը կտարածի իմ օջախում և որից հետո էլ արդեն ձուն կներկեմ և որոշել եմ ձուն այս կենտրոնական մասում տեղավորել։ Դե ես արդեն անցնեմ ձուն ներկելուն։ Այստեղ էլ արդեն ձուն եմ լվացել պատրաստել գունա ներկելու համար։ Հիմա ավելացնում եմ կարկադե թեյի ծաղիկը, որով ես միշտ թեյ եմ պատրաստել, կամ էլ ամռան ընթացքում որպես սովածնող ըմպելիք։ Հիմա այսպես մեկ բուռ ավելացնում եմ։ Գիտեք, որ սառը ջրում անգամ ինքը ներկը դուրս է գալի, իր գույնը դուրս է գալիս։ Կարծում եմ այսքանը կհերիքի։ Սիրելի հետևորդներ ջան, գույն ավելացնելուց հետո գնացել եմ կաթնահունցի խմորը բերելու և այս ընթացքում տեսեք սառը ջրի մեջ անգամ ինչպես է գույնը գեղեցիկ ձևով դուրս եկել։ Հիմա արդեն կդնեմ կիերա, կիերացնեմ սովորականից ավելի շատ 5-ից 7 րոպե։ Եվ իհարկե հետևողական կլինեմ։ Հիմա եկեք միասին տեսնենք իմ հունցած կաթնահունցի խմորը։ Ջան, այսքան լավ բարձրացել, Հիմա բացեմ, զգուշորեն, որպեսզի նորից պիտի ծածկեմ։ Մեկ անգամ արժե, որ տաք ու երես անեմ խմորը, այսպես, տեսեք ինչքան լավ է բարձրացել և իր հարթությունը պահպանել է։ Շատ սիրուն է և իհարկե համեղ բուրում է։ Այսքանը կարծում եմ հերիք է և ուզում եմ շրջել մյուս երեսի վրա, այսպես, այսպես, հրաշալի։ Մի հատ էլ խաչ ենք քաշում հայավարի և նորից ծածկում։ Չեմ կարող ասել կես ժամ թե 1 ժամ, էլի թողնում ենք հանգստանալու, մինչև որ կբարձրանա։ Նորից տեղափոխում տաք սենյակ։ Ես այստեղ եմ և հետևում եմ իեռը սկսվելուն, որպեսզի րոպեն պահեմ։ Դեռևս չի սկսվել և ահա այսպիսի հրաշալի գույն է բացվել կարմիր և ինչքան մնում, այդքան մաքվում է։ Կարծես թե իեռը սկսվում է, այո, շատ սիրուն է, չէ՞։ Իդեպ ասեմ, ավելացրել եմ 1 թեյի գդալ աղ, որպեսզի ձուն հեշտ մաքրվի։ Ընդհանրապես նաև ավելացնում ենք հացախ, բայց ես որոշեցի քացախը թողնել։ Հիմա արդեն րոպեն կվերցնեմ և այդ ընթացքում մի փոքր հանգստանալուց հետո արդեն կանցնեմ կաթնահունցը թխելուն։